Ավետարան ըստ Հովանու, գլուխ 7. Եվ սրանից հետո Հիսուսը ման էր գալիս Գալիլեայի մեջ, որովհետև չէր կամենում Հրեաստանումը ման գալ, որովհետև հրեաները որոնում էին սպանել նրան։ Եվ հրեաների տաղավարը հարած տոնը մոտիկ էր, և նրա եղբայրներն ասեցին նրան. «Այստեղից դուրս եկ և գնա Հրեաստան, որ քո աշակերտներն էլ տեսնեն քո գործերը, որ գործում ես, որովհետև ոչ ով չկա, որ թաքուն մի բան անե և ուզե ճանաչված լինել։ Եթե դու այդ բաները գործում ես, քո անձը հայտնիր աշխարհին», որովհետև իր եղբայրներն էլ չէին հավատում նրան։ Հիսուսն էլ ասեց նրանց. «Իմ ժամանակը դեռ հասած չէ, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է։ Աշխարհը կարող չէ ձեզ ատել, բայց ինձ ատում է, որ ես նրա համար վկայում եմ, թե նրա գործերը չար են։ Դուք գնացեք այն տոնին, ես դեռ չեմ գնում այն տոնին, որովհետև իմ ժամանակը դեռ լրացած չէ»։ Սա, որ նրանց ասեց, մնաց Գալիլեայում։ Երբ որ նրա եղբայրները գնացին, այն ժամանակ ինքն էլ գնաց այն տոնին, ոչ թե հայտնի, այլ իբր գաղտնաբար։ Եվ հրեաները որոնում էին նրան այն տոնումը և ասում. «Որտե՞ղ է նա»։ Եվ ժողովուրդների մեջ շատ զրույց կար նրա համար։ Ոմանք ասում էին, թե բարի մարդ է, ուրիշներն էլ ասում էին, ոչ, այլ ժողովրդին մոլորեցնում է։ Սակայն ոչ ով համարձակ չէր խոսում նրա վրա, հրեաների վախի համար։ Եվ երբ որ տոնն արդեն կես եղավ, Հիսուսը վեր ելավ տաճարը և սովորեցնում էր։ Եվ հրեաները զարմանում էին և ասում. «Սա ինչպես գիտե գիրքերը առանց սովորած լինելու»։ Հիսուսը պատասխանեց նրանց և ասեց. «Իմ վարդապետությունն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է։ Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար, թե արդյոք Աստվածանից է, կամ եթե ես իմ անձիցն եմ խոսում։ Իր անձիցը խոսողը իր անձի փառքն է որոնում, բայց նա, որ իր անուղարկողի փառքն է որոնում, նա ճշմարիտ է և անիրավություն չկա նրանում։ Չէ՞ որ Մովսեսը տվավ ձեզ օրենքը, և ձեզանից ոչ ով չէ կատարում օրենքը։ Ինչու եք ուզում ինձ սպանել»։ Ժողովուրդը պատասխանեց և ասեց. «Դև ունիս, ով է ուզում քեզ սպանել»։ Հիսուսը պատասխանեց և ասեց նրանց. «Մի գործ գործեցի և ամենքդ զարմացել եք։ Նրա համար Մովսեսը ձեզ տվավ թլպատությունը, ոչ թե Մովսեսիցն է, այլ հայրերիցը, և շաբաթ օրը մարդ եք թլպատում։ Եթե մարդ շաբաթ օրումը թլպատություն է ընդունում, որ Մովսեսի օրենքը չքանդվի, ինձ բարկանում եք, որ ես ամբողջ մարդ բժշկեցի շաբաթ օրը։ Աչքի երևույթով մի դատեք, այլ ուղիղ դատաստան արեք։ Արդ երուսաղեմացիներից ոմանք ասում էին. չէ՞ որ սա նա է, որին ուզում են սպանել։ Եվ ահա համարձակ խոսում է և ոչինչ չեն ասում դրան։ Միգուցե իրավ իշխաններն էլ իմացան, որ սա է ճշմարտապես Քրիստոսը։ Բայց սրանք գիտենք, թե որտեղից է, իսկ Քրիստոսն, երբ որ գա, ոչ ոք չի գիտենա, թե որտեղից է։ Հիսուսն էլ սովորեցնելիս աղաղակեց տաճարումն ասելով. «Ինձ էլ գիտեք, և գիտեք էլ, թե ինչ տեղից եմ։ Եվ ես իմ անձիցը չեմ եկել, այլ ճշմարիտ է ինձ ուղարկողը, որին դուք չգիտեք։ Իսկ ես գիտեմ նրան, որովհետև նրանից եմ, և նա ուղարկեց ինձ»։ Եվ ուզում էին բռնել նրան, բայց ոչ ով ձեռք չձգեց նրա վրա, որովհետև նրա ժամը դեռ չէր հասել։ Եվ ժողովրդից շատերը հավատացին նրան և ասում էին, թե երբ որ Քրիստոս գա, արդյոք դրանցից ավելի նշաններ կանե, քան որ սա արավ։ Եվ փարիսեցիները լսեցին ժողովրդից, որ այդ բաները տրտնջում էին նրա համար։ Եվ փարիսեցիները և քահանայապետներն սպասավորներ ուղարկեցին, որ բռնեն նրան։ Հիսուսն էլ ասեց նրանց. «Դեռ մի քիչ ժամանակ ձեզ հետ եմ, և գնում եմ ինձ ուղարկողի մոտ։ Ինձ կորոնեք և չեք գտնի, և որտեղ որ ես եմ, դուք չեք կարող գալ»։ Հրեաներն էլ իրար ասեցին. «Դա որտեղ է գնալու, որ մենք չգտնենք դրան։ Արդյոք հելլենացիների ցրված ժողովուրդների մոտն է գնալու և հելլենացիներին է սովորեցնելու։ Ինչ է այն խոսքն, որ ասեց, թե ինձ կորոնեք և չեք գտնի, և որտեղ որ ես եմ, դուք չեք կարող գալ»։ Եվ տոնի վերջին մեծ օրումը Հիսուսը կանգնած էր աղաղակեց և ասեց. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմե։ Ինձ հավատացողը, ինչպես Գիրքն ասում է, նրա փորիցը կենդանի ջրերի գետեր կբխի»։ Սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու էին նրա հավատացողները, որովհետև դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ չէր փառավորված։ Արդ ժողովրդից շատերը, երբ որ այս խոսքը լսեցին, ասում էին. «Սա ճշմարտապես այն մարգարեն է»։ Ուրիշներն ասում էին. «Սա Քրիստոսն է», և այլ ուրիշներն ասում էին. «Միթե Քրիստոսը Գալիլեից է կգա»։
Չէ՞ որ Գիրքն ասում է Քրիստոսը Դավիթի սերունդից է եւ Բեթլեհեմ գյուղից է կգա, որտեղ Դավիթն էր։ Եվ տարաձայնություն եղավ ժողովրդի մեջ նրա համար։ Եվ նրանցից ոմանք կամեցան բռնել նրան, բայց ոչ ոք ձեռք չձգեց նրա վրա։ Եվ սպասավորները եկան քահանայապետների եւ փարիսեցիների մոտ, եւ սրանք ասեցին նրանց. «Ինչու համար նրան չբերիք»։ Սպասավորները պատասխանեցին. «Երբեք մի մարդ այսպես չխոսեց, ինչպես այս մարդը»։ Փարիսեցիներն էլ պատասխանեցին եւ ասեցին. «Միթե դուք էլ մոլորվեցիք, միթե իշխաններիցն կամ փարիսեցիներից մեկը հավատաց նրան, այլ այդ ռամիկ ժողովուրդը, որ օրենքը չգիտե, անիծված են»։ Նիկոդեմոսը, որ գիշերը նրա մոտ էր եկել, նրանցից մեկը լինելով, ասեց նրանց. «Միթե մեր օրենքը մի մարդը դատում է, եթե առաջ չլսե նրանից եւ չգիտենա, թե ինչ է գործում»։ Պատասխանեցին եւ ասեցին նրան. «Միթե դու էլ ես Գալիլեիցը, քննիր եւ տես, որ Գալիլեիցը մարգարե դուրս չէ եկել, եւ ամեն մեկը գնաց իր տունը»։